Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը վերջին տարիներին կառավարության հիմնական թիրախային ուղղություններից մեկն է հայտարարված։ Ցանկալի արդյունքի հասնելու համար այս ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարների դրամաշնորհներ են ծախսվել եւ դեռ ծախսվելու են։ Հռչակված նպատակին հասնելու համար ստեղծվել են մի քանի մասնագիտացված կառույցներ ու հարյուրավոր նոր հաստիկներ։ Արձանագրված արդյունքի մասին էլ հանրությունը որպես կանոն պատկերացում է կազմում հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ահավասիկ տվյալներ 2025-ին կոմիտեի քննած քրեական գործերի մասով։ 890-ը հարուցած քրեական վարույթներ, որ քննվել են, 617-ը կարճվել է, այսինքն բացարձակ մեծամասնությունը հարուցած վարույթների կարճվել է, հնչեցվում է վարույթի առկայությունը, մեծ ռեզոնանս է առաջացնում, հետո հնարավոր է կարճվում է դրա մասին որևէ տեղեկատվություն չի ստացվում։ Օրինակ վաղեմիջյան ժամկետները անցնելու կամ գործուն զղջալու կամ այլ իրավական մեխանիզմների շնորհիվ վարույթն իրականացնող մարմինը իր հայեցողական կամ ոչ հայեցողական լիազորությունների տիրույթում որոշում է, որ քրեական վարույթը պետք է կարճվի։ Չկար շաբաթ, որ նախկին կամ նախկինից էլ նախկին պաշտոնյաների նկատմամբ կոռուպցիոն դրվագներ պարունակող քրեական գործերի հարուցման վերաբերյալ տվյալներ չհրապարակվեն։ Պաշտոնյաներն այդ երբեմն հայտնի են, երբեմն ոչ այնքան, բայց ստացվում է, որ հարուցված գործերի հիմնական մասը նույնիսկ չի հասնում դատարան։ Այլ բան, որ դատարան հասածներն էլ ոչ միշտ են ավարտվում մեղադրական եզրակացությամբ։ Կարճված գործերից զգալի մասը կարճվել է արդարացնող հիմքով, այսինքն հանցակազմ չեն գտել, այսինքն հանցագործության բացակայության հիմքով են դադարեցրել քննությունը, կարճել քննությունը։ Սա ցույց է տալիս, որ ըստ էության անգամ ոչ բոլոր հաղորդումներն են, որ ստանում են վարույթները ըստ էության պարունակում, հանցակազմ։ Կոռուպցիոն կոմիտեն նաև պարբերաբար հրապարակում է տարբեր քրեական գործերով փոխհատուցվելիք նյութական վնասի չափը։ Այն տատանվում է մի քանի միլիարդ դրամի սահմաններում։ Օրերս էլ դատախազությունն էր հրապարակել տվյալ, ըստ որի ապօրինի գույքի բռնագանձման գործերի շրջանակում տարբեր անձանց ընդհանուր 35 միլիարդ դրամի պահանջ է ներկայացվել։ Մասնագետները նշում են սակայն, որ ներկայացվող դրամային պահանջների մի փոքրիկ մասն է հաջողվում բռնագանձել եւ ուղղել բյուջե։ Երբ որ ստեղծվում էին մասնագիտացված հակակոռուպցիոն մարմիններ, ակնկալիք կար, որ դրանք եւ դատարանը եւ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է ավելի շատ զբաղվեն խոշոր կոռուպցիոն, գործերով, բայց երբ որ մենք նայում ենք հիմնականում այն գործերը, որոնք որ քննվում են, որոնց վերաբերյալ հաղորդում է ստացվում կամ բացահայտվում են ինչ-որ գործեր եւ որոնք որ հասնում են դատարան, ըստ էության դեռևս չեն կարող ասել, որ այդ խոշոր գործերը մեծամասնություն են կազմում, ավելի շուտ տենց եթե կարող եմ ասել մանր կոռուպցիոն պայքարը։ Կոռուպցիոն դրվագներով քրեական գործերի մեծամասնության կարճումն ու բռնագանձվելիք գումարների փոքր հատվածի վերականգնումը մեծ վնաս են հասցնում պետությանն այն առումով, որ խարխլում են հանրության կոռուպցիայի դեմ պայքարի մասով ունեցած հավատը։ Այսինքն մարդկանց մի մասին ստիպում են ենթադրել, որ պրոցեսն իրականում ձևական է եւ խաղարկված։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։